Տարեսկզբին Վրաստանում գլուխ բարձրացրին վիրուսային հիվանդությունները։ Նինոցմինդայի շրջանում էլ հիվանդությունները տարածվեցին շատ մեծ արագությամբ, եւ այսօրվա դրությամբ մեր շրջանի սպասարկող կլինիկան լեփ-լեցուն է հիվանդներով։ Թե ինչպիսին է այսօրվա վիճակագրությունը մեր շրջանում, մանրամասնեց կլինիկայի մենեջեր Կախաբերիձեն։ Ձիրթադատ ისეთი პერიოდია, რომ վիրուսული ինֆեկციები არის მომატებული, ოღონდ Սա այնպիսի ժամանակաշրջան է, որ վիրուսային հիվանդությունները արագ եւ հաճախ են տարածվում։ Օրվա մեջ 7-8 հիվանդից ավել են լինում։ Ծանր հիվանդությունների դեպքում մենք ուղեկրում ենք մայրաքաղաք։ Պետական ծրագիրը գործում է եւ ֆինանսավորվում են համապատասխան կատեգորիաները։ Ունենք պացիենտներ, ում համար բուժումը եւ դեղամիջոցներն անվճար են։ Ունենք նյարդաբանի ծառայություն, ով բուժօգնություն է տրամադրում Նինոցմինդայի եւ Ախալքալաքի բնակիչներին։ Այն հնարավորություն է տալիս, որ տվյալ հիվանդություն ունեցողները բուժվեն մեզ մոտ։ Ամեն 5 շաբթի բժիշկը այցելում է եւ ցանկացողները կարող են բուժ սպասարկում ստանալ մեր կլինիկայում։ Այս պահին կարող եմ ասել, որ իրավիճակը բարդ չէ։ Խորհուրդ եմ տալիս անպայման դիմել բժշկի, հետագա բարդություններ չառաջացնելու համար, ժամանակին գալ հիվանդանոց, ժամանակին դիմել ձեր ընտանեկան բժշկին, գյուղի բժշկին։ Մենք ունենք բժիշկներ, ովքեր գալիս են մայրաքաղաքից եւ համապատասխան բուժզննում են իրականացնում տեղի հիվանդանոցում։ Ովքեր ունեն սրտանոթային խնդիրներ, կարող են գալ եւ հետաքրքրվել, թե երբ կգա համապատասխան մասնագետը։ Მივიღეთ, რომელიც თბილისიდან ჩამოვიდა და ახალქალაქის და ნინოცმიდის რაიონებს ემსახურება და შესაბამისად ამ ნევროლოგიური პაციენტების მიღებაც უკვე შეგვიძლია ჩვენ.